Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը ևս ամփոփեց տարին քաղաքապետարանի շենքի նախասրահում, շնորհավորելով աշխատակիցներին հավաքարարից, կոմունալ ծառայության բրիգադիրից մինչև բաժնի պետ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Քաղաքապետարանի համար անցնող 8 ամիսները քաղաքական փորձառության, հալածանքների, փորձությունների, արտակարգ և արտարոց իրավիճակում աշխատելու և դիմակայելու շրջան էին։ Ընդամենը մոտ 70 օր առաջ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը և այս հոյակերտ շենքը պաշարման մեջ էին օրվա իշխանությունների նպատակային օրենքից դուրս գործողությունների հետևանքով։ Հենց այս շենքից հոկտեմբերի 20-ին ապօրինաբար բերման ենթարկվեց և ազատությունից զրկվեց Գյումրու օրինական ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Իսկ տարվա ավարտին, որպես տոկունության վկայություն, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները աշխատանքում ցուցաբերած պատասխանատվության և արձանագրված դրական արդյունքների համար հենց նույն շենքում երաժշտության հնչյունների ներքո արժանացան պատվոգրերի և շնորհավորանքների։ Ներկաներին ողջունեցին և շնորհավորեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը, քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը։ Ուզում եմ ազատություն մաղթել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և Սրբազան Միքայելին։ Ազատություն բոլոր քաղբանդարյաններին։ Թող Աստված տա 2026 թվականը լինի միասնության և ազատության տարի։ Ողջունում եմ բոլորիդ հարգելի գործընկերներ, խմբակցությունների հարգելի ղեկավարներ, ավականու անդամներ, աշխատակիցներ։ Անփոփոխ տարին մեզ համար եղել է պատասխանատու աշխատանքի և կարևոր ձեռքբերումների տարի։ Քաղաքապետարանի թիմը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ ամբողջ տարվա ընթացքում աշխատել է մեկ նպատակով՝ ծառայել Գյումրիի քաղաքին, նրա բնակիչներին և նրա ապագային։ Սա մեզ համար պարզապես հերթական աշխատանքային շրջանը չէր, այն պահանջում էր հետևողականություն, ճիշտ որոշումներ և ամենակարևորը նվիրում։ Եվ այսօր կարող ենք վստահ ասել, որ այդ նվիրումը եղել է մեր աշխատանքի հիմնասյունը։ Տարվա ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, ուղղված քաղաքային ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, սոցիալական աջակցության ամրապնդմանը և քաղաքի հասարակական ու մշակութային կյանքի աշխուժացմանը։ Չնայած առկա մարտահրավերներին, մեզ հաջողվել է ապահովել աշխատանքների շարունակականությունը և արձանագրել առաջընթաց։ Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին, համայնքի մատուցված բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար։ Սիրելի ներկաներ, հյուրեր, քաղաքապետարանի աշխատակիցներ, նորից ձեր կատարած աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Մեր, գիտեք բոլորը, տարին կարճ տարի էր եղել մեզ համար։ Ընդամենը մենք աշխատել ենք 8 ամիս, բայց կարողացել ենք գերազանցել նախորդ տարվա, ասում եմ նախորդ տարվա, բոլոր ցուցանիշները, և կատարողականով, և ձեր աշխատանքով, և նվիրումով։ Այսօր մենք ձեզ ասում ենք մարդկային շնորհակալություն։ Ձեր կատարած աշխատանքի համար բոլոր բաժինները անխտիր կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները, առաջարկությունները։ Մենք մեր աշխատանքով փորձել ենք կյանքի կոչել Վարդան Ղուկասյանի նախընտրական բոլոր խոստումներից գոնե մի քանիսը, որոնք կարողացանք 8 ամիսների ընթացքում իրականացնել։ Ամենակարևոր խոստումներից մեկը ես ուզում եմ նշել աշխատավարձների բարձրացումն էր։ Աշխատավարձների բարձրացումը, որը կարողացանք դժվարությամբ, բայց կարողացանք անել։ Եվ այսօր մենք զեկուցում ենք Վարդան Ղուկասյանին, հայտնում ենք լուրը մեր, որ այդ իրականություն է դարձել, այլևս 20 և ավելի տոկոսով, մինչև 20% բարձրացնելը։ Մենք կարողացանք տարին ամփոփել 50 և ավելի տոկոս բարձրացնել աշխատավարձը։ Սա ցուցանիշը, որը որ չկա Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում, որևէ քաղաքում։ Ձեր համար բոլորին ողջունում եմ և բոլորին ցանկանում եմ աշխատել ի նպաստ մեր քաղաքի և մեր քաղաքի ամբողջ խնդիրները մեր ուսերի վրա կգրենք, կտանենք և կկարողանանք քաղաքի ազգաբնակչությանը ապացուցել, որ իզուր տեղը մենք չենք եկել, մենք եկել ենք աշխատելու մեր բոլոր խմբակցությունների, այն քաղաքական կուսակցությունների, ովքեր խնդրված են ավականում
կարողանանք ապացուցել, որ մենք եկել ենք աշխատելու։ Ի հակառակ այն մարդկանց, ովքեր չեն ուզում տեսնել այդ աշխատանքը։ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին Գյումրու քաղաքապետարանի 73 աշխատակից արժանացավ պատվոգրերի, բարեխիղճ աշխատանքի եւ ցուցաբերած բարձր պատասխանատվության համար։ Սիրում եմ բոլորին եւ հաջորդ տարի ցանկանում եմ որ լինի խաղաղության տարի, առողջության նոր ձեռքբերումների տարի։ Թող Աստված օրհնի ազգս հայոց եւ հատկապես իմ սիրելի վիրավոր Գյումրին։ Ես ցանկանում եմ մեր հավաքարարների անունից ղեկավար Իգիցովի շնորհավորել ձեր բոլորի նոր տարին ցանկանալով առողջություն, հաջողություն։ Նրան շնորհիվ մեր քաղաքապետարը փայլում է մաքրությունից։ Եվ խնդրում եմ ես Աստծուց ամեն օր խնդրում եմ, որ մեր սրտազամին Քավ Բանդարգյանին Համզինը Գեր Բուգասյանից առողջ հետ վերադարձ։ Մենք իրան անհամբեր սպասում ենք։ Քաղաքական փոխշահավետ համագործակցության եւ արդյունավետ աշխատանքի համար Գյումրու ավագանու Հայաստանի կոմունիստական կուսակցության մեր քաղաքը իմ հզոր համայնք Մայր Հայաստան խմբակցությունները եւս արժանացան պատվոգրերի։ Սիրելի գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս գալիք ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որ գալիք տարում լինի համերաշխություն, հավատարմություն, որ գալիք տարին դիմավորենք մեր սիրելի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ միասին։ 25 թվականին մենք ունեցանք բազմաթիվ դառնություններ եւ հաղթանակներ։ Յուրաքանչյուր դառնություն մեր համար տանելի էր քազի վերջնական նպատակը հաղթանակին հասնելն էր։ Պայմանավորենք մեկ բան բոլորս միասին։ Դառնությունները թողնում են 25 թվականի մեջ, իսկ հաղթանակները շարունակում են 26 թվական եւ շարունակաբար։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրից ձեր ցուցաբերած նվիրվածության, համբերատարության եւ պատասխանատվության համար։ Գյումրին հզոր է իր մարդկանցով եւ այդ միասնականությունն է մեծ հնարավորություն տալիս առաջ շարժվել նույնիսկ ամենադժվար պահերին։ Թող բոլորիս մտքերում եւ սրտերում հավերժ ապրի հայկական Արցախը եւ մեր սահմաններում տիրի խաղաղություն։ Թերթելով 2025-ի վերջի էջը, 2026-ին եկեք ավելի ջանասիրաբար, ավելի նվիրումով եւ երանդով աշխատենք իշա մեր քաղաքի եւ վերջապես կառուցենք մեր քաղաքը, որին իսկապես արժանի ենք։ Շնորհակալ եմ։ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը նախանձախնդիր է նախանշված բոլոր ծրագրերն իրագործելու նաև 2026 թվականին։ Իսկ անելիքների նշաձողն արդեն բարձրացվել է հավաքագրումների ծավալն ավելացնելու նպատակադրումով։ Հարկ ենք համարում նշել եւ պատասխանել որոշ կիսագրագետ, բայց արդեն իսկ քաղաքական խամաճիկ դարձած պատահականություններին, որ Գյումրու քաղաքապետարանում եւ ենթակա ստորաբաժանումներում աշխատում է շուրջ 5000 մարդ։ Նրանք բոլորը գյումրեցիներ են, ապրում են Գյումրիում եւ մասնագիտական աշխատանքով, գիտելիքներով, հմտություններով իրենց ներդրումն են բերում քաղաքի զարգացմանը։ Ոստի եւ նրանց աշխատավարձի բարձրացումը դա նույն գյումրեցու աշխատավարձի բարձրացումն է եւ նույնքան ընտանիքների բարեկեցության ապահովումը։ Իսկ եթե ոմանք չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, ապա դա ոչ թե Գյումրիից է կամ գյումրեցուց, այլ լեզվավարժանքով զբաղվողների ընկալման բացակայությունից։